Ամենա ուսուցողական ողջույնները ձեզ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, փոքրիկներ եւ մեծեր, եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, ժամապահքերին, ողջունում է ձեզ եւ երկար բարակ չենք խոսելու սիրելի փոքրիկներ, մի անգամից ասելու եմ թե այսօր ինչ ենք նկարելու։ Մինչ այդ դուք ձեր գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սպիտակ թղթիկը, սև կախարդական մատիտը պատրաստ պայք։ Շատ զարմանալի հերոս ենք նկարելու։ Նույնիսկ մենք չգիտենք, թե նրա անունը ինչ է։ Մենք միասին ենք հորինելու նրա անունը։ Ասեմ ավելին, որ մենք հենց այս պահին ստեղծելու ենք մի մուլտիպլիկացիոն կերպար, որը անուն չունի, մենք ենք հորինելու նրա անունը եւ որին երբևիցե ոչ մի մուլտ աշխարհում չեք տեսել։ Ինչու՞։ Որովհետև քաղաք Երևանից մեր մշտական հեռուստադիտողներից մեկը 12 տարեկան Սարգիս Գրիգորյանը Քերի Մուլտիկնիկին խնդրել է նկարել մի այնպիսի մուլտիպլիկացիոն հերոս, մարդ հերոս, երևի կախարդական կերպար։ Անհայտ մի կերպար, որին Սարգիսը շատ է ուզում, որ փոքրիկները, հեռուստադիտողները նկարեն, հորինեն անուն եւ ուղարկեն Քերի Մուլտիկնիկին։ Սարգիսը մեր նկարիչ։ Երևի թե Քերի Մուլտիկնիկի գործը ավելի է հեշտացրել։ Նա ինձ է առաջադրանք տվել, Քերին անպայման կատարի, կհորինենք մի նոր կերպար, նաեւ առաջադրանք ձեզ սիրելի փոքրիկ նկարիչներ, ինչպես նաեւ մեծեր։ Նկարելուց հետո այս հերոսին անպայման հորինում ենք անունը այս կերպարի եւ մի փոքրիկ պատմություն ենք հորինում նրա մասին, դες թղթիկի վրա։ Եվ ուղարկում Քերի Մուլտիկնիկին։ Խոստանում եմ լավագույն նկարի եւ պատմության հեղինակները ճանաչվեն հաղթող Քերի Մուլտիկնիկի եւ մուլտհերոսների կողմից եւ նրանք Քերի Մուլտիկնիկի կողմից հրավիրվեն իմ արվեստանոց, իմ տաղավար։ Կհանդիպենք, ծանոթանանք, բարձր գնահատեմ ձեր աշխատանքները, իսկ հիմա մեր անհայտ հերոսին ինչպես ենք նկարելու փոքրիկ բարեկամներ։ Վերցնում ենք սև մատիտը։ Միասին ստեղծում ենք հենց այս պահին։ Քիթիկը ձեզ համար ավելի հեշտ լինելու համար ես անձրևի կաթիլի նման կնկարեմ, այսպես։ Հոպ։ Ասենք թե սա քիթիկն է։ Եթե քիթիկն է, աչակողմյան եւ ձախակողմյան մասերում ինչ պետք է լինի, ինչ պետք է լինի։ Աչքեր ճիշտ է։ Երկու կլորիկ աչքեր եմ տալու։ 1 2 Հիմա կոպերը կառանձնացնեմ։ Ուղիղ գծիկով 1 2 Հետո սևիկները կնկարենք իհարկե փայլիկով, այսպես 1 Աչակողմյան մասում ես փայլիկ եմ թողնում 2 Էլին երկում եմ, աչակողմյան մասում փայլիկ եմ թողնում։ Շատ լավ է։ Ունքերը, այսպես կիսալուսնաձև ունքեր կտամ։ Կարծես թե լավ հերոս է ստացվում։ Եկեք, այսպիսի մի պատկեր նկարեմ։ Կոր գծիկով այսպիսի մի շրթունք եմ նկարելու այսպես։ Հետո նոր նկարելու եմ ներքևի շրթունքն ու կզակը, այսպես։ Կոպերի տակ այսպիսի գծիկներ։ Հորինում ենք։ Տեղում եւ նկարում ենք եւ հորինում։ Երկար ականջներ, այսպես սուր 1 2 ականջներին խորություն եմ տալու։ Այստեղ մազի թելիկներ 1 2 3 1 2 3 Այստեղ կարելի է։ Կնճիռներ ճակատային մասում, ներքևի շրթունքը, չէ կարծես թե։ Հիմա նկարում ենք հագուստը։ Այստեղից ուսերը կնկարեմ։ Ուղղակի կախթևիկներով։ Ինձ մոտ նաև գաղափար առաջացավ, որ մեր այս հերոսին անհայտ նաև թևեր եմ տալու, ինչպես հրեշտակներին, թե ինչպես ենք նրան անվանելու դա, արդեն դուք պետք է որոշեք։ Այստեղ շապիկն եմ նկարում, հոպ, թևիկները կախ, անցանք, այսպես բութ մատիկը, ծալված մատիկները, շատ լավ է, այստեղ նույնպես բութ մատիկն եմ նկարում, էլի ծալված մատիկները։ Գուցե գիտեք ինչպես նկարենք մեր հերոսին, այսպես թևիկներով արդեն գետնից մի քանի սանտիմետր բարձրացած ուզում է թռչել։
Դե հրեշտակ չի կարելի նրան անվանել, բայց թե ինչպես կանվանեք, դա արդեն դուք պետք է որոշեք։ Կիսատաբատ եմ նկարելու։ Այսպես, այսպես, այսպես։ Նոր արդեն նկարելու եմ ոտքերը։ Տեսեք, ոպ։ Կլորիկով ավարտենք։ Ոպ։ Կլորիկով ավարտենք։ Կոշիկները այսպես ենք նկարում։ Գետնից համարյա թե կտրված մեր հերոսը։ Հիմա կասեք ինչու, որովհետև այս մասից ես թևիկներ եմ նկարելու։ Հիմա ձախ թևիկն եմ նկարում։ Որտեղ մեր կերպարը պատրաստ է, այստեղ մեծ կոճակ, մեծ կոճակ, իսկ մարգագետին այստեղ կնկարեմ։ Կարծես թե նա գետնից կտրվել է մի փոքր։ Հերոսը ստացվեց, այստեղ ամպիկներ։ Հիմա պետք է նրան, իմ բարեկամներ, ներկենք, հա? Ինչ ենք անելու, գուցե հասցև մատիտով ընդգծեմ, որպես դուք լավ տեսնեք ձեր հերոսին, ուշադրություն, այսպես, այսպես, ընդգծում եմ ուղղակի, թևիկները, Դուք եք մուկ սև մատիտով ընդգծեք, թող ձեր հերոս ավելի լավ երևա, մազերն էլ կհաստացնեմ այսպես։ Շատ հետաքրքիր է, թե ինչ անուն եք տալու ձեր այս հերոսին, շատ հետաքրքիր է։ Այսպես թռչող կերպար, մարդ թռչող կերպար։ Այստեղ էլ բռունցքը ընդգծեմ, հիմա կանցնեմ կիսատաբատին, նոր ոտքերին։ Այսպես ու այսպես։ Կարծում եմ կհասցնենք ներկել։ Թևիկները այսպես ալիք կտանք։ Վերջ, պետք է մեր հերոսին ներկել։ Վարդագույն մատիտը կվերցնեմ, իմ փոքրիկ բարեկամներ, կսկսենք դեմքից։ Կոպերն եմ ներկելու։ Գուցե նաև մի քիչ սփռտնած հերոս պետք է նկարենք։ Դրա համար սպիտակը շատ կթողնեմ դեմքի վրա։ Այսպես, եկեք ներքևի հատվածից կոպերը վարդագույն ներկեմ, աչքերը սպիտակ մնա։ Հետո կորոշենք, թե ինչ ենք անելու։ Այսպես, հիմա ականջը, վարդագույնը շատ եմ ներկելու ձախակողմյա հատվածից, դեմք կլորացնելու համար, գլուխը, այսպես, թույլ երանգով կներկեմ աջակողմյան հատվածը, շատ լավ է, անցնենք ձեռքերին, այսպես, այսպես ոտքերը, էլի ձախակողմյա հատվածից կլորացնեմ, աջակողմյա հատվածը ավելի թույլ երանգով, հենց այս պահին ձեզ հետ միասին մենք սիրելի փոքրիկներ հորինում ենք մի կերպար, լավ եկեք մի փոքր էլ դեղին ավելացնեմ, հա, այստեղ, իբրև փայլ ճակատային մասում, քիչքի աջակողմյա հատվածը այստեղ, այսպես ու այսպես, շատ լավ է, իմ լավ բարեկամներ, դե արդեն պարզ է, մարգագետին այ գծիկից ներքև կանաչ եմ ներկելու, այսպես, խոտիկներ, հագուստը, եկեք այսպես անեմ, բաց կանաչ մատիտով շապիկը ներկեմ, թող գունեղ լինի մեր հերոսը,
Այսպես։ Քիչ հետո ժամանակն էլ կստուգեմ, տեսնեմ ինչքան ժամանակ ունենք, որպեսզի ամբողջովին ներկենք վերջացնենք։ Բաց կանաչ ներկեցիք, շատ լավ է։ Հիմա մուկ կանաչ մատիտը կվերցնեմ, կոճակը մուկ կանաչ մատիտով կներկեմ, այսպես։ Մի փոքր կլորացնեմ ձախակողմի հատվածից թևիկները, փորիկը, մյուս թևիկը և վերջ։ Տաբատը կարող եմ կարմիր ներկել, թող կարմիր լինի լավ, այսպես։ Էլի ընդգծում եմ կիսատաբատը, դե շորտիկները, ինչպես դուք եք ասում, այսպես, ընդգծում եմ, էլի, ձախակողմի հատվածից տաբատի թևիկները կլորացնում եմ, շատ լավ է, իսկ կոշիկները, փիրուզ է երևի թե, լավ, կարող եք կանաչ, կարող եք կարմիր ներկել, կարող եք կապույտ ներկել, ես որոշեցի, փիրուզ եմ ներկել, այսպես, շատ լավ է իմ փոքրիկ բարեկամներ, մեզ հիմա օգնության է գալու ամենակապույտ մատիտը, երկինքը կապույտ կներկենք, որպեսզի նաև կարողանանք այստեղ եզրագծել սպիտակ թևերը, սպիտակ ամպերը, բայց ներքևից ենք սկսում, այսպես, եզրագծում ենք, սիրելի բարեկամներ, այսպես, էլի ենք եզրագծում, ուղղակի սպիտակ թղթիկը պետք է ճնշել, այսպես, լավ չէ ստացում, ես ձեզ մոտ ինչպես է ստացում, լավ, դարդեն լավ է, ոտիկները ընդգծենք, սիրելի բարեկամներ, այսպես ամպիկներ ստանանք, այդ թևիկները պետք է անպայման սպիտակ թողնել, կարծես թե հրեշտակի թևիկներ լինեն, բայց չեմ կարծում, որ այս կերպարը շատ բարի կերպար է, իմ կարծիքով, դուք ինչպես ցանկանում եք, այնպես էլ ձեր հերոսին անվանեք, գուցե բարի հերոս անվանեք, հիմա այստեղ էլ կապույտով եզրագծենք, թևիկները թողնենք սպիտակ, այսպես, այնտեղ վերևի մասում նաև ամպիկները կարելի է սպիտակ թողնել, բաց կապույտ մատիտը ուր է, ահայն, թևիկների վրա մի փոքրիկ այսպես գծիկներ կանենք, ամբողջովին սպիտակ չլինի, և կարող ենք ասել, մեր անանուն կերպարը արդեն պատրաստ է, տեսեք, քաղաք Երևանից 12 տարեկան Սարգիս Գրիգորյանը իր նամակում քեռի մուլտիկնիկին գրել էր, որ շատ է խնդրում քեռուն, որ քեռին ձեզ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ, մեծեր, ովքեր նկարում են քեռի մուլտիկնիկի հետ միասին, սովորեցին նկար մի այնպիսի կերպար, որ երբևիցե ոչ մուլտ աշխարհում, ոչ հեքիաթային աշխարհներում չենք հանդիպել, հենց տեղում հորինում ենք, նկարում ենք և տեղում էլ որոշում ենք նրա անունը։ Նկարեցիք, վերջացրեցիք, ապրեք դուք։ Հիմա այս հերոսին դուք ինքներդ անուն եք որոշում։ Գրում եք նրա անունը, վերնագրում եք, աջ 4 թղթիկի վրա հորինում եք մի փոքրիկ պատմություն, գուցե նաև ուրիշ հերոսներ էլ նկարեք։ Եվ այդ պատմությունը, ձեր նամակը, նկարը ուղարկում եք քեռի մուլտիկնիկին։ Քեռին խոստանում է բոլոր պատմությունները, թե հեքիաթի ձևով, թե որպես մի փոքրիկ պատմություն հորինված, կընթերցի, կցուցադրի ձեր նկարները և անպայման կհայտարարի 5 փոքրիկի անուն, ովքեր հաղթող են ճանաչվում և պետք է հայտնվեն քեռի մուլտիկնիկի արվեստանոցում։ Պայմանավորվեցինք, եկեք շնորհակալություն հայտնենք 12 տարեկան Սարգիս Գրիգորյանին, այսպիսի առաջադրանք տալու համար, իսկ մեր ժամանակը կամաց մոտենում է ավարտին, իմ լավ բարեկամներ, ուղղակի մենք պետք է հիշեցնենք մեր անփոփոխ հասցեն,
Գիտեմ, երեխաներ կան արդեն անգիր գիտեն մեր հասցեն, բայց ամեն անգամ ես այն հիշեցնում եմ։ Փոստային հասցեն է մեր ամփոփող, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Այդպես է։ Ասում եմ այդպես է։ Իսկ դուք սիրելի ծնողներ անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին կամ Ծուր թատրոն YouTube-յան էջին։ Այնտեղ կարող եք ձեր փոքրիկների համար գտնել եւ վարպետանց դասեր, որ երբևիցե չենք ցուցադրել հեռուստատեսությամբ, այնտեղ հեքիաթ ներկայացումներ կարող եք դիտել, Քերի մուլտիկնիկի կողմից ստեղծված մուլտիպլիկացիոն ֆիլմեր եւ այլն եւ այլն։ Այսքանը Քերի մուլտիկնիկը ձեզ մնում է որ հրաժեշտ է, հրաժեշտ է տալիս նաեւ մեր ժամապահ Քերին, մեր նոր հերոսը, որին կարծում եմ շուտով արդեն պարզ կլինի որի անունը Ես չեմ կասկածում մեկ վարքյան սիրելի փոքրիկներ, որ հետաքրքիր անուն եք տալու այս նոր կերպարին։ Լավ, հրաժեշտի ժամանակն է։ Ժամապահ Քերին, մեր նոր թևավոր հերոսը, մուլտաշխարհի բոլոր հերոսները եւ Քերի մուլտիկնիկը հրաժեշտ ենք տալիս։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում։ Իսկ հիմա Աստված ձեզ պահապան, այլ բուլդը։